Բարի օր սիրելի հայրենակից, այսօր իրական լուրերի առաջին թողարկումն է, որ այսօր կարող եք դիտել յուրաքանչյուր չորեքշաբթի երեկոյան ժամը 8-ին։ Ինչու իրական? Որովհետև մեր ներկայացրած ցանկացած լուր լինելու է իրական եւ ամբողջական։ Սա, սիրելի հայրենակից, քեզ հնարավորություն կտա ոչ միայն պարզապես լսել լուրը, այլև ամբողջովին պատկերացնել նաեւ դրա հետևանքները։ Եվ սրանից բացի, խնդիր ունենք նաեւ վերարժևորելու իրական բառը։ Սա է իրական Հայաստանը։ Հայաստանի մյուս քարտեզը, որը սովորություն ունի ցույց տալ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը, իրենց պատկերացրած Հայաստանն է, որը իր ներկայիս սահմաններով դատապարտված է մահվան։ Հետևաբար այն իրական լինել չի կարող։ Եվ այսպես վերջին 10 օրվա ամենակարևոր իրադարձությունը, որն ալեկոծել է հայությանը, հայաստանյան այսպես կոչված քաղաքասարակության, իսկ իրականում մեր իշխանական հակաների ներկայացուցիչների այցն էր Բաքու։ Որն էր այս այցի նպատակը, ինչ առաքելությամբ էին գնացել եւ ի վերջո ինչ ձեռբերումներով վերադարձան խաղաղության կամուրջի մասնակիցները։ Բորիս Նավասարդյանին օրինակ շատ էին դուր եկել Բաքվի կանաչ գազոնները։ Սամվել Մելիքսեցյանն ազդվել էր ադրբեջանցի կնոջ Երևանի հանդեպ տածած կարոտից։ Սամվելն այնքան էր հուզվել, որ մոռանալով ադրբեջանական քաղաքներում եւ Արցախում խեղված, բռնաբարված, անդամահատված, տանջամարված մեր հայրենակիցներին պնդում էր, որ պետք է փորձել հասկանալ կնոջ զգացմունքները։ Սակայն ամենակարևոր մեսիջը անձամբ Հիկմեթ Հաջիևից փոխանցեց անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Փաստորեն ըստ Արեգ Քոչինյանի Հիկմեթ Հաջիևը փոխանցել է հայ հասարակությանը, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Իսկ Արարատ Միրզոյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է. Ինձ հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որը այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո։ Տարբեր տվյալներով Երևանի մակերեսը իր հարվարձաններով 223-ից 230 քառակուսի կիլոմետր է։ Արարատ Միրզոյանի պաշտոնական հայտարարությունից հետո կարելի է ասել, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացրել են Երևանին համարյա հավասար տարածք։ Եթե նկատի ունենանք, որ սա պաշտոնական հայտարարություն է, ապա ոչ պաշտոնական թվերը սարսափելի է պատկերացնել։ Հիմա ով է ստում, Հաջիևը, որ Արեգ Քոչինյանի եւ նրա ընկերների հետ մեսիջ է ուղարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունի, թե Արարատ Միրզոյանը։ Ու նորից հարց է ծագում. այնուամենայնիվ, ինչ նպատակով են Հայաստանի հարկատուի հաշվին Ադրբեջան գնացել վերը նշված անձինք։ Քաղաքագետ Սարո Սարոյանը բացում է փակագծերը։ Պաշտոնական Բաքվի Հայաստանին առնչվող ցանկացած հայտարարություն տարբեր լրատվամիջոցների կողմից միանգամից տարածվում է հայկական լրահոսում, առաջացնելով մեծ ալիք եւ դիմադրություն։ Մասնավորապես, հայկական իշխանական ԶԼՄ-ները, որպեսզի հերթական անգամ մարդկանց ուղեղները լվանան, մենց խանդավառությամբ Հաջիևի մեսիջները կներկայացնեն հայկական լսարանին։ Երբ Քոչինյանը նշում է, որ Բաքվի համար այդ մեսիջը չափազանց կարևոր է եղել հենց իրենց միջոցով Հայաստանի հասարակությանը փոխանցելը, նա չի հասկացել, որ այդ կերպ ոչ թե բուն մեսիջն է կարևորվում, այլ այն ձևը, որով տվյալ լուրը փոխանցվում է Հայաստանի քաղաքացիներին։ Ինչպես նշում է Քոչինյանը, խոսքը պաշտոնական Բաքվի կողմից հատուկ մշակված ուղերձի մասին է, որի փոխանցումը հասցեատերոջը հանձն են առել կատարել հայ ներկայացուցիչները գիտակցված կերպով։ Իդեպ, ինչպես երևաց Քոչինյանի խոսքից, այդ խնդրանքը նրանք իրականացրել են առանց նույնիսկ քաշվելու կամ օմութի զգացումի, շատ ինքնավստահ կերպով փորձելով ներկայացնել, թե մի ավետաբեր լուր են փոխանցում հայ ժողովրդին։ Այն, որ Ադրբեջանը Հայաստանին մշտապես կապակների մեջ պահելու եւ ի վերջո խեղդամա անելու հստակ ռազմավարություն ունի, հայտնի բոլոր ողջախոհ մարդկանց։ Այն, որ խաղաղության մեսիջը Ալիևյան վարչակազմը կարող էր հղել Հայաստանի քաղաքացիներին, մեր երկրում բաժանարար գծերը խորացնելու,
եւ Փաշինյանի գլխավորած վարչախմբի դիրքերն ամրացնելու համար դա եւս զարմանք չի կարող պատճառել գիտակից քաղաքացիներին։ Սակայն այն, որ Ալիևը Հայաստանում կարող էր ունենալ դեսպանորդներ, ովքեր ոգերությամբ կարող էին ստանձնել Հաջիևի խնդրանք ցուցումները հայ ժողովրդին ներկայացնելու առաջադրանքը, առաքելությունը դա իսկապես անսպասելի էր շատերի համար։ Իդեպ ինչպես սիրում են ասել պատմաբանները, պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Եվ եթե երևույթն ի հայտ գալուց հետո արմատախիլ չես ստանում, կրկնվելիս այն էլ ավելի սուր ու վտանգավոր երանգ է ստանում։ Ադրբեջանում իմ բոլոր հանդիպումների ու շփումների ընթացքում ես տեսա պետական մտածողության, քաղաքակրթության ու բարեկրթության առողջ ծիլեր։ Իսկ իմ սենյակից նայելով ծովին, Բաքվի նավահանգստում կանգնած բեռնատար ու մարդատար բազում նավերին, իմ առաջ փոխված, բարգավաճ, բազմամիլիոն քաղաքին, կառավարական շենքին ես Ադրբեջանի հզորությունից սարսռացի ու զարմացա։ Ոնց են կարողանում թերագնահատել այդպիսի ամուր պետությունը։ Սրտան ծիծաղում էին, երբ խոսք էր բացում Հայաստանում շատ տարածված Զանգեզուրի նկատմամբ ադրբեջանական նկարտումների մասին։ Հատո էր պատասխանը. Լեռնային Ղարաբաղը մեր, Զանգեզուրը ձեր օրինական հողն է։ Եկեք ճանաչենք ու հարգենք միմյանց ունեցածը։ Չեն խուսափում ապահովության ցանկացած երաշխիքների քննարկումից։ Պատրաստակամ են անցնել այդ երաշխիքների իրագործմանը, եթե Ղարաբաղի ժողովուրդը հարգում է Ադրբեջանի սահմանադրությունը, ընդունում է Ադրբեջանի քաղաքացիությունը։ Բենզինի լիտրը արժե 7 ռուբլի, իսկ լավուրակ հացի 1 կիլոգրամ ազատդրված էր խանութում 8 ռուբլի։ Դրամական փոխանցում էլ ստանում են։ Ամեն ամիս շատ մաչելի գներով ստանում են կարագի, շաքարի, մսի երաշխավորված նորմեր։ Քիչ է։ Կոմերցիոն խանութներում սննդամթերքի գները ձեր նախանձը կշարժեն։ Մեջլիսի անդամ Ադրբեջանի արտաքին գործոս նախարար Թոֆիկ Ղազիմովի հետ տևական ու հիմնավոր զրույց ունեցանք։ Արտգործնախարարն իմ մեջ տպավորվեց որպես անկախ, լայնախոհ ու բարեկիրթ մտավորական։ Նոր էր վերադարձել Թուրքիայից։ Ինքնաթիռով հասնում եմ Գյանջա։ Գյանջայում ինձ դիմավորում են գեներալ-մայոր Դադաշ Ռազաևի զինվորները։ Հիանալի տղաներ են։ Ցնցվում են պատերազմի մասին խոսելիս։ Չեն ուզում մեռնել։ Սուր համբարական պատերազմ է ասում են։ Այլանդակին, այլանդակ խաղ է, բայց իրական է մահը։ Աշոտ Բլեյան 14 նոյեմբերի 1992 թվական Ազգորաթերթ։ Դե ինչ, մեզ սանոթ Զանգեզուրի մասին է լսեցինք, որի մասին ինչպես Աշոտ Բլեյանն էր գրել դեռևս 1992 թվականին, ադրբեջանցիները նկարտումներ չունեն։ Ինչ է կատարվում այսօր, գիտենք բոլորս։ Իսկ ինչ է կատարվում այսօր Ադրբեջանում, քչերս գիտենք, որովհետև մերձ իշխանական եւ իշխանական մամուլը սրա մասին խոսել չի ուզում։ Իսկ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը չի լռում։ Կարճ ամփոփ ներկայացնում են վերջին 1 շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստական տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը։ 15 նոյեմբերի 2025 թվական։ Ազերթակազ։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի պատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալակբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Մելի Միջլիսին։ Հայտարարությունն արվել է վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության եւ համագործակցության պայմաններում գիտաժողովում։ 15 նոյեմբերի 2025 թվական Արտադրության ակադեմիայի ռեկտոր Շահին Ալիևը հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանից տեղահանվածների վերադարձը Հայաստան լիովին հնարավոր է միջազգային իրավունքի հիման վրա։ Նրա խոսքով յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք։ 18 նոյեմբերի 2025 թվական Ակադեմիկոս Իսա Հաբիբեյլին հայտարարել է, որ հայերի կողմից կեղծված տեղանունների վերականգնումը Արևմտյան Ադրբեջանում եւ Ղարաբաղում կարևոր է ոչ միայն լեզվի, այլև Ադրբեջանի ազգային ինքնության տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Ալիևի 80-ամյակին նվիրված ելույթում առաջ քաշված հանձնարարությունները դառնան գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները։ Մանրամասն նշել է, որ 2026-2030 թվականներին ինստիտուտը նախատեսում է հրապարակել մի շարք հիմնարար գրքեր՝ Ադրբեջանի պատմական աշխարհագրություն, Ադրբեջանի պատմական ատլաս, փաստարկներ Արևմտյան Ադրբեջանի մասին եւ այլն, ընդգծելով պատմաքաղաքական ծրագրավորված մոտեցումը։ Իդեպ, նույն Արեգ Քոչինյանը պնդում էր. Մեկ անգամ եւս խնդիր կհասկանալ, թե ով է ստում՝ Ալիևը, Քոչինյանը, թե Իսա Հաբիբեյլին։ Բայց շարունակենք լսել Տաթևիկին։ 20 նոյեմբերի 2025 թվական։
Իլհամ Ալիևը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա միջոցառմանը ներկայացրել է նոր առաջադրանքներ պատմագիտական հետազոտությունների համար։ Առանձնահատուկ շեշտադրելով արևմտյան Ադրբեջանի պատմության, պետականության պատմության, քարտեզագրության եւ էթնոլոգիայի նոր ուղղությունները։ Ինստիտուտի տնօրեն Կարիմ Շուքուրովը նշել է, որ այս ելույթը տարբերվում է նախորդ տարիների ելույթներից, քանի որ այն արվում է տարածքային ամբողջականության վերականգնումից հետո։ Նշվում է, որ ողջ գիտական համակարգը վերակազմվում է նոր քարոզչական պատմագրության հիման վրա։ Օրեր առաջ հոդված է գրել, շարունակում է Տաթևիկ Հայրապետյանը, ներկայացնելով, որ նոյեմբերի 3-ի Ալիևի ելույթից հետո, երբ դիտարկում է ադրբեջանական մամուլը, տպավորությունն է, որ Հայաստան աննով պետություն իրենց հարևանությամբ պարզապես չկա։ Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է արևմտյան Ադրբեջան տերմինով, որը կեղծ է, բայց ունի հեռուն գնացող վտանգավոր ծրագրեր։ Իդեպ, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեք, թե հատկապես որ հատվածներում են ադրբեջանական զորքերն առաջ եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում եւ ներկայումս դա ինչ տեսք ունի, ձեզ ենք ներկայացնում Էդվարդ Յանի կողմից կազմված քարտեզը։ Իրականությունը սիրելի հայրենակից, որը խնամքով թաքցվում է քեզնից, ներկայացվելու որպես խաղաղության դարաշրջան, բերված այսօրվա իշխանության կողմից։ Այս թեմայով թերևս վերջին իրական լուրը, որպես շարունակություն եւ վերջաբան։ Այսօր մեր հյուրն է Հայաքվեի միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, պատերազմի մասնակից Ավետիք Քերոբյանը։ Բարև պարոն Քերոբյան։ Ողջույն։ Խնդրեմ զրույցը սկսենք, ներկայացնեք մի փոքր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մասի որոշ դիրքերում ինչ իրավիճակի է սպահին, մասնավորապես Սև լճի մոտակայքում, հա։ Ուրեմն այսօր մեր ընդհանրապես ամբողջ առաջնագիծը բավականին վատ վիճակում է այն իմաստով, որ դիրքերի միջև հեռավորությունները չափազանց կարճ եւ կրճատվել են։ Եթե մի քանի տարի առաջ միջև մասնավորապես միջև պատերազմը մենք ունեինք բավականին մեծ միջդիրքային տարածություններ, պատերազմից հետո Ադրբեջանի զորքերը օգտվելով ընդհանրապես հայկական կողմի թողտվությունից մոտեցել են դիրքերը այնքան ինչքան կարողացել են, իսկ 22 թվականի պատերազմից հետո հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-14-15-ին մեծածավալ ռազմական գործողություններ տեղի ունեցան եւ մենք տարածքային կորուստներ ունեցանք եւ դիրքային, որոշ տեղերում դիրքերը իրարից հեռու են ընդհանրապես 15-20 մետրով։ Ինչ վերաբերում է Սև լճի հատվածին, իրականում իմ վերջի հարցազրույցներից մեկից հետո բավականին մեծ աղմուկ բարձրացավ։ Ես նշել էի, որ կան վկայություններ, որ մենք ունենք Սև լճի հատվածում դիրքեր, որտեղ հայ զինվորները հերթափոխ իրականացնում են հասնելով Ադրբեջանի հենակետերի մոտով եւ զննության ենթարկվելով։ Իրականում այդտեղ վիճակը ավելի այսպես մանրամասն նկարագրումը պետք է ասել, որ ծանր զենք այնտեղ ընդհանրապես մեր զինվորները չունեն, ուտելիքի եւ զինամթերքի խիսամնափակ պաշար ունեն եւ համալրելու հնարավորություն չունեն եւ ադրբեջանցիները զննում են ոչ միայն մեքենաները, որով հերթափոխը կատարվում է, այլ շատ հաճախ նաեւ փայտով այսպես թղթկացնելով գրպաններին զննում են, որ ավելորդ բան հետները չտանեն։ Ուրեմն այս վիճակի մասին ես ոչ առաջին եմ խոսում, ոչ էլ միակն եմ։ Սրա մասին տևական ժամանակի հայտնի է եւ 2022 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ որ մեր այդ երկու դիրքերը մնացին ադրբեջանցիների դիրքերի թիկունքում, մշտապես այս վիճակն է եղել եւ այս նվաստացուցիչ վիճակը շարունակվում է արդեն 3 տարի, դեռ մի բան էլ ավել։ Ուրեմն սրա մասին պաշտպանական գերատեսչությունը շատ լավ գիտի։ Գիտի պաշտպանության նախարարը սրա մասին, գիտի գլխավոր շտաբը եկել են ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում սրա մասին խոսել են, պատգամավորների հարցերին այսպես խուսափողական պատասխաններ են տալիս, թե եթե մենք այդ դիրքերը հանեն նշանակում է հող են կազմում եւ այլն, բայց այն նվաստացումը, այն ստորացումը, որ ասում է, որի միջով անցնում է այսօր հայ զինվորի դիրքերում հերթափոխ կատարում կամ այնտեղ հերթապահություն իրականացնելով ուղղակի սահմռկեցուցիչ է։ Բայց ինչ է կատարում իրականում այդտեղ իրական իմաստը այդ դիրքերը պահելով, ընդհանրապես ասած ադրբեջանցիները չեն թողնում այդ դիրքերը հանեն։ Այնտեղ այդ զինվորները պատանդարված են եւ ցանկացած սրացման դեպքում իրենք լավագույն դեպքում գերի են ընկնելու։ Այդ ասում լավագույն դեպքում։ Մենք չպետք է մոռանանք եւ մեզ պետք է ինքներս մեզ անդադար հիշեցնենք, թե ում հետ գործ ունենք, մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մարդ դժվար է կոչել, մենք գործ ունենք մի ուժի հետ, որը
ուղիղ եթերում կամ տեսագրությունները տարածում, ինչպես են հայ զինվոր մարդում, գլխատում, անդամատում եւ այլ գազանաբարող գործողություններ կատարում գերեվարվածների կամ ընկածների մարմինների հետ։ Ավելի մտահոգիչ է, չէ՞, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը պետական բյուջեով նախատեսված գումարների այդքան կրճատումը։ Դրա մասին ինչ կասեք։ Իհարկե, այստեղ մենք ազգով մի ցավ ունենք, մտածում ենք իշխանությունը ինչ ուզում է թողնել պետական բյուջեի հետ, այդ իբր թե մեր իրենց փողն է։ Իրականում իրենց փողը չի, մեր փողն է, իսկ ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հետ մեր մասը ցավալի վիճակ է, որովհետև 20 թվականից այսքան անշեղորեն թերակատարում է ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն, չնայած տարատեսակ պետական պաշտոնյաները իրար հետ չտալով բարձրաձայնում են, որ վերջի 3 տարվա համար նախադեպ հատկացումներ են կատարել արտադրական կարիքների հոգալու համար, արտադրության համար 171 միլիարդ թիվ են հնչեցնում եւ այլն, բայց այդ այն թիվն է, որը մեր ռազմաարդյունաբերական համալիրը վիճակի է ընդհանրապես կես տարում իրացնել, այսինքն կես տարում կարող են այդքան արտադրանք տալ։ Այսինքն այստեղ մի կողմից գործ ունենք այսպես իրականության մանիպուլյացիայի հետ, որ ներկայացնում են այնպիսի թվեր, որոնք իրականում ծիծաղելի են, մյուս կողմից դրանով փորձում են կոծկել իրենց անգործությունը, ավելին նաև ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծում անգործությունը արդարացնելու համար։ Այս տարվա սկզբին ռազմաարդյունաբերության պատասխանատու լիազոր մարմինը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկու որոշում բերեց կառավարության, ճակերտավոր կառավարության, որտեղ սրանց կառավարություն կոչել չի կարելի, սրանք վարչախումբ են, ընդ որում թրքահաճո վարչախումբ են, ամեն ինչ անում են թուրքերի այսպես բարեցակամությունը շահելու համար, բայց ում հաշվին, մեր ժողովրդի ազգի պետության հաշվին։ Ինչ արեցին, բերեցին երկու որոշում, որով սահմանում էին ընթացակարգ փորձանմուշների արտադրության եւ ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական փորձակնությունների աշխատանքների ընթացակարգերը հաստատելու մասին։ Ուրեմն, որպեսզի պատկերացնենք, այս փորձանմուշների արտադրության բյուջեն միջոցները առաջի անգամ հատկացվել են 2024 թվականին, բայց ահռելի մեծ թվով ահռելի մեծ տոկոսով թերակատարվել էր 1 միլիարդից մի քիչ ավել միջոցների նախատեսված բյուջեով կատարվել է ընդամենը 50 միլիոնի կարգի։ Այս տարվա համար 1.5 միլիարդ էր նախատեսվել բյուջեով, ընդ որում պետք է ասենք, պետք է հիշեցնենք, որ այսօրվա ԲՏԱ-նախարարը Մխիթար Հայրապետյանը պաշտոնավարում է 2023 թվականի դեկտեմբերից, այսօրվա ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Ջիվանյան Արամը պաշտոնավարում է 2024 թվականի հոկտեմբերից։ Այսինքն 1 ամբողջ տարի իրենք լրիվ տարի, բյուջետային տարի իրենք պաշտոնավարում են, նախարարը համարը 2 տարի պաշտոնավարում է, ոչ մի նախադրյալ չկա կամ ոչ մի արդարացում չկա, որ ինչ որ բան չանելու, այսինքն այն ինչ որ իրանք պլանավորել են բյուջեով, պիտի կատարեն։ Տիրապետում են վիճակին, մեղմ ասած, Բայց այս տարվա բյուջետավորված 1.5 միլիարդից փորձանմուշների արտադրության 1 միլիարդ 400 միլիոնը նոյեմբերի 20-16-41 որոշումով կրճատվել է։ Հատուկ գիտահետազոտական փորձակնությունների աշխատանքների համար նախատեսված 4.2 միլիարդից այդ նույն որոշումով կրճատվել է 1.8-ը։ Եվ ընդհանուր առմամբ 5.7 միլիարդ դրամից ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար նախատեսված կրճատվել է 3.2 միլիարդ միայն այս որոշումով։ Եվ ընդհանրապես ասած տարվա վերջին թողնվել տարվա համար թողնվել է ընդամենը 2.3 միլիարդ դրամ։ Հիմա հարցը ցանկում ինչի են այդքան պլանավորում, եթե դա չեն կատարելու, եւ ինչ պատասխանատվությամբ պետք է կանչվեն այդ պաշտոնյաները, որ չեն կատարում իրենց իսկ պլանավորած ծրագիրը։ Համեմատության համար նշեմ, ԲՏԱ նախարարության ընդհանուր բյուջեն, ռազմաարդյունաբերությունը 25 թվականի համար նախատեսված է եղել 48 միլիարդ դրամ, որից իրենք տարվա վերջի համար թողել են 23 միլիարդ 900 միլիոն, մոտապես կեսը, հա։ Հիմա այս պաշտոնյաները համոզված եմ աշխատավարձ ամբողջությամբ ստանում են։ Պարգևաճարը ամսական իրենց լրացվում է մինչև ասենք նվազագույն եկամուտ մինչև հարկվելուց հետո, հա։ Պարգևաճար ստանում են բարբերական, եռամսյակային կլինի, տարեկան կլինի եւ այլն։ Այդ փողերը ստանում են իրենք մեր հարկատուներից հաշվին։ Եվ չեն կատարում իրենց գործի առնվազն կեսը։
Այն մնացածները ինչ արդյունավետությամբ են կատարում, Աստված գիտի։ Հիմա կարելի է լիքը արդարացում բերել, հիմա տեսեք ԱԲ գործարան ենք սարքում 500 միլիոնով եւ այլն, բայց իրենց այսպես ասած արժանիքը դրանում ո՞րն է։ Ինչ են իրենք դրա համար արել։ Արել լրիվ հակառակը։ Իրենք կործանում են Հայաստանի ինդուստրիան։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը պետք է լիներ, ընդ որում նաև այս կառավարության ծրագրում պետք է լիներ տնտեսության առաջանցիկ ճյուղ, դառնալ ոնց որ լոկոմոտիվը տնտեսական զարգացման, իրականում իրենք վարի են տալիս։ Կործանում են իրենց անգործությամբ։ Այս ընթացակարգերը, որ մեջ բերեցի, մատնշեցի, իրական այդ ընթացակարգերի մեջ ժամանակացույց կա սահմանված, թե ինչքան ժամանակում պետք է կատարվի, ասենք փորձանմուշների արտադրության հայտի մշակումը եւ պայմանագիր կնքվի։ 5 աշխատանքային ամիս։ 5 աշխատանքային ամսում, ասենք, կարելի է գործարան սարքել։ Հա, եթե այդքան միջոցներ դվի, կարելի է գործարան բերել, տեխնոլոգիա բերել, գործարան սարքել, որ կսկսի արտադրանք տալ։ Բայց իրենք ինչ են անում, ընդհանրապես պայմանագրի հայտ են քննարկում կամ փորձանմուշների հայտ են քննարկում ու պարզ է դառնում, ասենք, իրենց այսօրվա այս բյուջեի կրճատումից, որ իրենք տարով վերջ ընդհանրապես մի 65 միլիոնի պայմանագրային ծախս են կատարել լավագույն դեպքում։ Բայց ինչի համար այս ընթացակարգերը, ինչի համար են այս որոշումները։ Ընդհանրապես ես համոզված եմ, սա բեմականացում է, գործունեության նմանակում, իմիտացիա, որ տեսեք մենք պաշտոն ենք զբաղված ինչ-որ բաներ անում ենք, ընդ որում այդ որոշումների նախագծել կառավարություն բերելով անպայման հայտարարություններ են բերում, որ ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծում ռազմավարություն համալիրի զարգացման, տեսեք մինչև այդ չի եղել, ոչ մի բան մինչև մեզ չի արվել, ընդ որում ասենք պատերազմից հետո էլի տարատեսակ իշխանական խոսող գլուխներ տարբեր հայտարարություններ են անում, որ մենակ է, ասենք տարվա մեջ 5 միլիարդի արտադրանք է տվել ռազմավարության համալիրը, մենք եկել ենք տարվա մեջ 50 միլիարդի ենք հասցրել, բացարձակ ստեր։ Ասենք իրենք մի ստով գործում են նախորդ սուտը, հետո իհարկե այդ ստի վրա բռնվում են։ Այս նույն վարչախմբի ղեկավարը այս բյուջեի կրճատումը կատարելուց ընդամենը 1 շաբաթ առաջ հայտարարում է, որ ռազմավարության տարի են հռչակել 2025 թվականը, ինչը իրենց իսկ գործողություններով հերքվում է։ Ինչպես կարելի է ռազմավարության տարի հռչակել, ռազմավարության համալիրի զարգացման բյուջեն 60-70%-ով կրճատում է։ Էլ չենք խոսում, որ տեսնենք տարու վերջում ինչքան են կատարելու։ Համոզված եմ, որ այս ամեն ինչը կատարվում է արտաքին պատվերով, Հայաստանը գործանելու արտաքին պատվեր կա, որ սրանք իրականացնում են եւ իրենց բոլոր քայլերը դրան են վկայում։ Նույնիսկ մարդկային ռեսուրսի հետ կապված, ինչ կարծիք ունեք նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմա իջեցնելը։ Ես պետք է հիշեցնեմ, որ սրա մասին սրանք խոսում են շատ վաղուց վանից եւ կառավարության իրենց իսկ ծրագրով, այդ ամեն ինչը նախատեսված է, փորձում են դա դրանով արդարացնել։ Ուրեմն այս տարի Գարնանը շատ մեծ հնչողություն ստացավ եւս մի ծրագիր, որ փորձում էին անցկացնել, դա փողով բանակից ազատելու ծրագիրն էր, որը ոչ այլ ինչ էր, քան հասարակության կաստայացման եւ արհեստական այսպես խտրականության ծրագիր, որը ավելի էր բևեռացնելու հասարակությունը, մեր առանցած էլ բևեռացված եւ այսպես ռասայականացած չասենք, բայց կաստաներ կան հայ հասարակությունում, հա, բայց սա ավելի էր խորացնելու։ Եվ մանավանդ մահվան առջև անհավասարություն դնելը, հենց փողով անհավասարություն դնելը շատ մեծ բարոյական հարված էր հասցնել, այսինքն հարված էր հասցնում մեր առանցային քիչ մնացած բարոյական արժեքներին կամ այն բարոյականության նշույլներին, որը դեռ մնացել են։ Հիմա այդ ծրագիրը տապալվեց, որովհետև նույնիսկ իշխանության ներսում միարժեք չէր դրա գնահատականը, բայց հիմա բերել են այս ծառայության ժամկետը կրճատելու 6 ամսով կրճատելու ծրագիրը, օրինագիծը, որը արդեն եկել մտել է ազգային ժողով, ընդ որում եկել մտել է հրատապ կարգով։ Այսինքն զորակոչին, որպեսզի պարզ դառնա, մնացել է ընդամենը մի ամիս, այդ մի ամսում մի ամիս հետո մտնելու ուժի մեջ, այսինքն հունվարին զորակոչվողները գնալու են 1.5 տարի ծառայելու։ Եվ սա բերվում ներկայացվում է որպես ինչ որ բարեփոխումների մի մաս, հա։ Ուրեմն այն բարեփոխումները, որը որ պետք է լիներ բանակում, իրականում չի եղել։ Ոչ մի բան։ Այն ինչ որ ասում են ատեստացիա, դա բացարձակ արհեստական, այսպես գնահատական նշանակելու ծրագիր է։ Ցույց են տալիս գեներալների եւ գնդապետների, որոնք որ
ասֆալտի վրա 1 կիլոմետր վազելով ֆիզիկական պատրաստության քննություն են հասնում, բայց տվեք դրանց ասենք մի դասակ զինվոր եւ ասենք երթ կատարի գիշերային 5 կիլոմետր քաղաքի մեջ, թեկուզ քաղաքի մեջ վստահ եմ համոզված եմ որ կորուստներ կունենան, որովհետեւ դրա վարժանքը մարզումը դրա չեն կատարում։ Էլ չեմ ասում ասֆալտից դուրս փորձեք զինվորներ քայլեցնել, հաստատ չեն կարողանալու, որովհետեւ դրա էլի եմ ասում, դրան չեն պատրաստվում, դրան չեն վարժվում։ Մյուս բանը, որը որ փորձում են արդարացնել, դա այսպես կոչված պայմանագրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ծրագրերն են, պատիվ ունեմ իմ եւ ես եմ փոխարինելու եկած պաշտպան Հայրենիացը, որով իրենց իսկ պաշտոնյաների բերանով տարբեր թվեր են հնչեցնում, թե ինչքան մարդ են կարողացել հավաքագրել, բայց մոռանում են նշել, թե ամբողջությամբ պայմանագրերով համադրված զորամասերում ինչքան է համադրման տոկոսը, թե ինչքան մարդ է այդտեղ միջինում ինչքան աշխատավարձ են ստանում, նաև սոցիալական ծանր դրության մեջ գտնվող սահմանամերձ գյուղերի բնակավայրերի բնակիչները։ Իսկ այնտեղ այդ շարքայինների աշխատավարձը 140-150 հազար դրամը չի գերազանցում։ Ու պետք է հասկանանք, որ իրականում այնտեղ հենց բնակավայրի բնակիչներն են, որ պետք է պաշտպանեն այդ բնակավայրին մոտ գտնվող դիրքերը, որովհետև թիկունքում իրենց ընտանիքներն են, իրենցից ավելի լավ ոչ ոք չի պաշտպանելու այդ բնակավայրի դիրքերը։ Բայց ինչ են սրանք անում, փորձում են այսպես արհեստական բերված ծրագրերով արդարացնել իրենց նախընտրական կամ հետընտրական ծրագիրը, մոռանալով նշել, թե ինչ հետևանքներ դա ունենալու։ Եվ մոռանում են նաև նշել, թե ինչ պահանջներ կան Ադրբեջանի կողմից դրված իրենց առջև Հայաստանի բանակի լիակատար զինաթափման, զինված ուժերի կրճատման ընդհանուր մինչև ասենք արարողակարգային քանակների եւ այլն, այդ պահանջները հնչեցվել են։ Եվ սրանք պարզ է, որ բոլոր պահանջները կատարում են։ Իրականում այդ պահանջները վերվելու են նաև այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ կամ դրանից էլ հետո, որ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չպետք է ունենա ինչ որ արարողակարգային կամ սահմանապահ նշանակության զորքեր եւ այլն, բայց ոչ ավելի, որպեսզի դիմադրություն եւ դիմակայություն չլինի։ Հիմա եթե հարցնեք իսկ ինչ պետք է անել, իրականում ծառայության կրճատումը կարող է նաեւ լինել, բայց պետք է լինի միայն որպես հետևանք բարեփոխումների։ Ինքը արդյունք պետք է լինի, ոչ թե նպատակ։ Եթե կառուցվի իրական համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որում պետությունը, համայնքները, քաղաքացիները, մասնագիտական կառույցները եւ այլն գիտենան ունենան իրենց դերը եւ իմանան պատրաստված են իրենց դերը կատարելու հերթականություն եւ այլն, հա, ծառայության ժամկետը կարող է կրճատվել ընդհանուր մինչեւ ասենք 1 ամիս։ Պարտադիր ծառայության ժամկետը կարող է նաեւ վերացվի, եթե ծառայությունը դառնա ոչ թե պարտադիր ժամկետային, այլ կամավոր անժամկետ։ Հա, հիմա մենք 3 միլիոն բնակչություն ենք, 3 միլիոնից պետք է կամավոր անժամկետ ծառայենք հայրենիքին։ Ակնհայտ է, որ այս վիճակում գտնվող երկրում չպետք է լինի անգործ մարդ, որովհետև ցանկացած անգործ մարդ դա բեռ է, նաև հոգեբանական եւ բարոյական բեռ է, առաջնագծում կռվող կամ կռվին մասնակցող հասարակության այն անդամների համար, որ իրենց բանով գործը թողել են, գնացել են պատերազմ կամ մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին։ Չպետք է լինի անգործ մարդ։ Եվ մեր հակառակորդների անխորժակները զսպելու ամենակարևոր գործոնը կլինի անգործ չմնալը։ Եթե մենք 3 միլիոն այսպես թունավոր եւ սուր փուշ ունեցող ոզնի լինենք, որի վրա կվախենան նստել նույնիսկ ամենածանր կամ ամենաազդու հակառակորդը, ապա դա կլինի ամենալավ զսպման միջոցը։ Նույն բանը կարելի է կատարել նաեւ զարգացնելով տնտեսական համակարգին եւ արդյունաբերական համակարգը այնքան, որ մեր ռազմավարության համալիրը կարող լինի ստեղծել այնպիսի զսպման միջոցներ, որոնք ունակ կլինեն անընդունելի կորուստ հասցնել մեր վրա հարձակվողին։ Այդ անընդունելի կորուստի գաղափարը պետք է լինի մեր զինված ուժերի համալրման հիմնական սկզբունքը։ Մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի կարողություններ, որ մեր վրա հարձակվելուց առաջ երկար մտածեն եւ հրաժարվեն մեր վրա հարձակվելու մտքից։ Դե կարծում եմ այդ արհեստական խաղաղության դարաշրջանի շրջանակում նաև ինձ թվում է ամենակարևորը, ասենք, շեշտը պետք է դրվի մեր արժեհամակարգը վերանայել։ Այսինքն բանակ ծառայելը ոչ թե պետք է լինի պարտականություն, որ շատերը փորձեն խուսափել կամ ինչ-որ տարբերակներ գտնել, այլ պատիվ լինի, իսկապես մեծ պատասխանատվություն պատիվ հայրենիքի համար, գոնե ինչ-որ մի ձև պատրաստվածությունը բարձրացնել, որ ամեն վարքյան պատրաստ լինեն, չգիտեմ։ Իհարկե
պետք է անդրադառնալ նաև նրան, որ այս պարտադիր ժամկետային ծառայություն կոչվածը իրականում տևական ժամանակ վերածվել է այսպես անցանկալի պարտքի, որից ամեն գնով փորձում են ազատվել։ Լիքը մարդ կա, որ ասենք չի կարողանում ազատվել, ընդհանրապես ազատվել դրանից, գնում ծառայում է եւ սպասում է անհամբեր սպասում է ծառայության վերջին օրվան ու ես պետք է կրկնեմ, ասենք այն ցավալի փաստը անցած տարի զորացրումից 1 օր առաջ զորացրվող զինվորը դեռ դիրքում էր եւ իջավ դիրքից ծրահյոսի պատճառով խեղդվեց, մահացավ։ Կյանքի գնով այդ մարդը այդ զինվորը պատրաստ էր 1 րոպե շուտ տուն հասնել։ Եվ այս անառողջ մոտեցումը, որը որ տասնամյակներ շարունակ սերմանվել եւ ձևավորվել է զինվորական ծառայության նկատմամբ, մենք պետք է օր առաջ վերացնենք։ Պարտքը պետք է դիտարկվի որպես իրավունքներից բխող պարտականություն, պարտավորություն։ Եթե դու ես Հայաստանի Հանրապետությունում ապրում ես, օժտված ես սահմանադրությամբ եւ այլ օրենքներով, օժտված ես իրավունքներով, պետք է նաեւ նույնպիսի հարգանքով կամ այսպես խանդով վերաբերվես նաեւ քո պարտավորությունների, պարտականություններին։ Եվ նույնը պահանջես նաեւ լիազորությունները օժտված, ասենք պետական մարմիններից իրենք հենց այնպես չեն լիազորությունները օժտված, հա, իրենք լիազորությունները օժտված են իրենց պարտականությունները ամբողջությամբ կատարելու պայմանով։ Հիմա այս ընտրողական մոտեցումը տարատեսակ ծրագրերին։ Տեսեք, այս կառավարությունը նույնն է իր կառավարության ծրագրով, որ իդեպ հաստատել է միայն իրենց քաղաքական ուժը, նաև պարտավորվել են տարատեսակ օրենսդրական բարեփոխումներ, փոփոխություններ ընդունել։ Այդ թվում նաև պաշտպանության մասին օրենք, հա, ռազմամարզական գործունեության մասին օրենք, եւ այլն, որը 22 թվականից այս կոմպետի այդ պաշտպանության մասին օրենք ընդունվածն են բացառությամբ այսպես բառային փոփոխությունների, օրինակ աշխարհազորը ձևափոխել են տեղային պաշտպանության ուժեր եւ խեղաթյուրել դրանով աշխարհազորի ընդհանրապես իմաստը, հա, ռազմամարզական գործունեության մասին օրենքը տևական ժամանակ է նախագծի տեսքով պատտվում է եւ ոչ միտեղ չի գնում, որովհետեւ պաշտպանական գերատեսչությունը որոշել է, որ պետք է մենաշնորհ ունենա այդ գործունեության լիցենզավորման կամ կարգավորման վրա զենքի մասին օրենքը, զենքի շրջանառության մասին օրենքը տևական ժամանակ տորպեդահարվում էր ներքին գործերի նախարարության կողմից, չէր սահմանվում քննական կարգը, չէր սահմանվում հրահանգիչների լիցենզավորման կարգը եւ այլն։ Հիմա էլ փորձում են տարատեսակ պաշտոնյաների կողմից ներկայացվող կեղծ վիճակագրությամբ վիճարկել դրա այս կամ այն դրույթները կամ դժվարացնել քաղաքացիական զենք ձեռք բերելու գործընթացները կամ էլ երբեմն այսպես կեղծ վիճակագրություն ներկայացնում, որ օրինական քաղաքացիական զենքով հանցագործությունների կատարման աչքան չրանց դա այդպես չէ, իրենք էլ խոստովանել են, որ այդպիսի վիճակագրություն չունեն։ Եւ այս ընդհանուր այս համատեքստում, այո, պատերազմի հայտարարված մեր արժե համակարգի դեմ փորձում են դեգրադացնել, վերացնել արժե համակարգի եւ ընդհանրապես հայրենասիրության հիմունքների բոլոր նշույլները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա կառավարության նախարարներից շատերը ժամանակին եւ հիմա շարունակում են հայրենասիրությունը ներկայացնել որպես հնի մնացորդ, հնի վերապրոք, որը ընդհանրապես ասած այսօրվա աշխարհում գոյություն ունենալու իրավունք չունի, ինչը բացարձակ թշնամական օրակարգ է։ Այս նույն այս խաղաղության օրակարգը, որ ես խաղաղ թույն եմ կոչում, այդ այն թույնը, որը մեզ փորձում են թմրեցնել, բթացնել մեր զգոնությունը եւ բացարձակ անպաշտպան եւ անօգնական դարձնել արտաքին ագրեսիայի նկատմամբ։ Այդ թվում նաեւ արտակարգ իրավիճակների նկատմամբ։ Իսկ 2024 թվականին Լոռիում Տավուշում ջրհեղեղներ տեղի ունեցան, որին անպատրաստ եւ անպաշտպան դուրս եկան ոչ միայն տեղի բնակչությունը, այլ նաեւ հենց այդ արտակարգ իրավիճակների համար պատասխանատու ծառայություններ ուժերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերացրին, թողեցին դրանից մենակ փրկարար ծառայությունը, որը միացրեցին ներքին գործերի նախարարության նորաստեղծ, եւ այդ ծառայությունը բացարձակ անպաշտպան դուրս եկավ եւ անօգնական դուրս եկավ արհավիրքի դեմ։ Նույնը տեղի ունենում հիմա, երբ որ մենք Հայաստանի համարյա բոլոր մարզերում ունենք հրդեհներ, որոնք արդեն տեսանելի են մեծ մասշտաբով տեսանելի են տիեզերքից, նկարահանվում եւ ամեն ինչ կատարվում է, գիտենք դրա մասին, բայց այս իշխանությունները լռում են իրենց անգործության եւ անօգնականության մասին։ Հա եւ սա եւս մեկ ապացույց է, որ սրանք ամեն ինչ արել են, որպեսզի մենք կորցնենք մեր դիմադրողականությունը, մեր դիմակայությունը
Եթե անտարային հրդեհների չեն կարողանում դիմադրել դիմակայել, ապա ինչպես են դիմադրելու արտաքին ագրեսիային։ Մեզնից 10 պատիկ ավելի գերակշռող հակառակորդներին եւ հակառակորդների ուժերին։ Այս է մեր իրականությունը։ Շնորհակալություն պարոն Քիրոփյան այսօրվա ձեր հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ եսօր։ Այս շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց Արմինե Խառատյանը։ Միացիր ազգային հարթակին, սիրելի հայրենակից։ Միասին նպաստենք իրական Հայաստանի լինելիությանը եւ հարատևմանը։